Երևան City սուպերմարկետների ցանցում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ։ Այս մասին տեղեկացնում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել City SP-ին պատկանող սուպերմարկետներում։ Պարզվել է, որ ընկերության կողմից ներմուծված եւ տեղական շուկայի ձեռք բերված մեծ թվով ապրանքներն, ինչպես նաեւ ծխախոտային արտադրանքներն ու փոխարինիչները վաճառում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի եւ մշակման։ Պարզվել է, որ սլայմեր տեսակի, արջուկ, հրեշ եւ միաեղջյուր անվանումները վաճառող խաղալիքների բաղադրության մեջ առկան երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացմանը։ 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ազատականացնել եւ բարձրացնել կողմերի միջև առևտուրը, այդ թվում սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ինչպես նաեւ խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես փոխադարձ առևտրի ջուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը եւ այլն։ Ադրբեջանը Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում։ Այս մասին այսօր հայտարարել է Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Իվանիայում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Օգտագործելով քաղաքի ադրբեջանական անվանումը Խանքենդի։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով քաղաքում բազմահարկ շենքերի կառուցումից հետո դրանք կհանվեն վաճառքի։ Քաղաքացիներից արդեն իսկ բնակարանների ձեռքբերման բազմաթիվ դիմումներ են ստացվել, ասել է նա։